մի ծրագիր պետք է առաջ գնա, մենք երբեք չենք փագում, կաշկանդվում, խեղճանում եւ այստեղ բոլորս մի գաղափարի մարդիկ ենք եւ մենք ընդհանրապես ուշ տվող ենք մեր մտքին, յուրաքանչյուրս մեր ձևով։ Իմիջայլոց մի քիչ առաջ դուք վանքի համար Սևանա մի բան եք ուզում պատմեք, շատ հետաքրքիր է հավատքի եւ դա 2016 թվականն էր, Սասնա ծռերը նոր էին ապստամբել, արդեն ապստամբությունը ավարտվել էր, ես այդ ժամանակ Սևան ազգային պարկում էի աշխատում։ Մի հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Չգիտեմ, Սևանի հետ կապված ես երբ որ Սևանա կղզին բարձրանում եմ, գործի բերումը որպես ազգային պարկում ես այդ ժամանակ Սևան մասնաճյուղի տնօրենն էի եւ այդ Սևանի այդ կղզու հարակից շրջանները ազգային պարկի ես էի տնօրինում, ես էի այդ հսկողության վերահսկողությունը կազմակերպում որպես մասնաճյուղի տնօրեն, երբեմն բարձրանում էի կղզու բարձրունքը Սևանա կղզին փոքր Սևանի, Սևանը երկու մասի է բաժանված, մեծ եւ փոքր Սևան։ Ինքը մխրճված է փոքր Սևանի կենտրոնը։ Երբ որ բարձրանում ես այդ կղզու բարձրունքից, այդ փոքր Սևանի բոլոր ափերը քեզ մոտիկ են, նամանավանդ երբ որ հեռադիտակով ես նայում։ Եվ այդտեղից ես կարողանում եմ նաեւ ստուգել ափի իրավիճակը, այնտեղ անտառային ծածկույթը, հանգստի գոտիները, բայց մինչեւ այդ ես ամեն անգամ, երբ որ ես բարձրացել եմ Սևանա կղզու բարձրունքը աստիճաններով, երբ որ բարձրանում էի, ես միշտ աշոտ երկաթի շունչն էի զգում, միշտ զգա ամեն անգամ, եթե ամեն օր բարձրանամ, ամեն օր ես ինձ թվացել է, որ աշոտ երկաթը բարձրացել է, այս ոտքը քարին դնելով բարձրացել է, հասել է վերև վանքի մոտ, ու երբ որ ես եկեղեցու այդ բարձրունքից շուռ էի գալի դեպի արևմուտք էի նայում, Ցամաքաբերդ գյուղ կա, այն ժամանակ երբ որ լիճը բարձր էր, ասենք աշոտ երկաթը 1000 տարի առաջ 10-րդ դարում, երբ որ այդ Սևանի ճակատամարտը տվեց, ես միշտ այդ ապրումը ունենում եմ, դա մի պատմական իրողության վայր է, որտեղ ներշնչող է, էլի մեր այն արքան է աշոտ երկաթը արքաներից է, որը չի կրկնվում, աշխարհի ոչ մի երկիր չի ունեցել նման զորավարու արքա։ Եվ ես երբ որ նայում եմ աչքիս առաջ երևում են այդ արաբները թե ոնց են այնտեղ թարել եւ սպասում էին աշոտ երկաթին իբր, որ ինքը հեսա անծանրով պետք է գնա, հանձնվի իրենց, ընկնի իրենց ոտքերը, չէ, բայց առավոտ շուտ արևածագին աշոտ երկաթը ես նայելուց sense պատկերացնում եի թե ինքը ոնց է գնում այդ 30 նետաձիգներով հանդերձ դեպի արևմուտք։ Ինքը արևի հետ էր գնում, որ արևը թշնամու աչքերն ընկնի, որ ինքը կարողանա հանգարցակի հարձակումով ծնկի բերի դրանց, այսինքն արևորդին արևի հետ գնաց թշնամու վրա։ Ես այդ ապրումներով եմ միշտ Սևանա կղզի բարձրացել։ Այդ ապրումները ապրելուց հետո բնականաբար մտնում եմ կղզի, եկեղեցի։ Ու մի օր երբ որ մտա նկատեցի որ կղզու եկեղեցու սրահում օտար բան կային, զբոսաշրջիկներ կային, որոնք մոմ էին վառում։ Եվ երբ որ մոմ վառեցին, շրջվեցին, ես նրանց դեմքը տեսա։ Կարճահասակ այդ մոնղոլոիդներ էին, չգիտեմ ֆիլիպինցիներ էին, բայց մեր եկեղեցու մեջ մոմ էին վառում։ Եվ իրենց աղոթքն էին անում։ Իրենք եկել էին Աստծուն եւ իրենց համար մեր եկեղեցին արժեք էր։ Հասկանում եք, ես զարմացել եմ, իրենք այլ կրոնի, անգամ քրիստոնյա չեն։ Երբ որ սրանք դուրս եկան, ես այդ մոմա վաճառ կնոջը հարցրեցի, ասեցի, ասեց բոլոր այլազգիներն են գալի մոմ վառում, այս կինը բան արեց, այսպես ասեց, գիտեք, պարոն Պողոսյան, կան այլ ազգի ներկայացուցիչներ, որ գալուց են շատ անշնորհք են պահում։ Արունս եռած, էլի, այսինքն ինչ են անում։ Ասում է գալուց են մեր սրբերին, մեր նկարներին, տնազ են դնում, ասում են ոնց։ Ասում է գալուց է սենց ակաշներից բռնում են մեր այդ պատկերների առաջ կանգնում են, սենց բաներ են անում, գնում են, ասում է։ Ես ասում եմ, ոնց կարող է այդպիսի բան լինի, ոնց կարող մտնեն մեր եկեղեցին, մեր հավատքի վայրը ու իրենց այդպես պահեն։ Ասում է, հա, ես չգիտեմ ինչ անեմ դրանց, ասում եմ հոգևորականին ասել ես, ասում եմ, ասեցի ծիծաղեց վրաս։ Ես դե Վազգենյան դպրոցը հոգևորական բարձրագույն դպրոց կա հենց կղզում Վազգենյան դպրոց է կոչվում եւ այնտեղի վարդապետը այնտեղի տնօրենը է դպրոցի նաեւ այդ եկեղեցիական համալիրի մեծն է էլի հոգևոր դասի վարդապետ Ներսիսյան էր կարծեմ որքան հիշում եմ հա
բան եղա էլի ունեց հոգուս դարդ եղավ, ասի քայլեցի, հա, քայլերը սուղեցի, դեղեցի չա, գնացի դպրոց, այդ մարդու ընդունարան լավ էր, ազատ էր բան, որ ինձ տեսավ ընդունես, հաճախակի ենք հանդիպում, էլի այդպես զրույցների հետ կապված, հա, դες պատմեցի, ասեցի, ես sense մտա եւ Ոմա վաճառ ինձ ասեց, որ ասես բաներ են անում, ու ասեց, որ ինքը տեղեկացրել է հոգևորականին, իրեն չէ, ավելի դասով ցածր, ու ասում է հոգևորականը ծիծաղել է, հա, ինքն էլ ծիծաղեց, ասեց խաչիկ, ես այդ դեպքին տեղյակ եմ, ասում եմ, բա ի՞նչն է ծիծաղելի, ասում է, դրանք հնդիկներ են ասեց, հնդիկները իրենց սրբին երկրպագում են կամ սիրում են, կամ մի բան, որ ուզում են խնդրեն, Այս շարժումներն անում ասում են ու լեզու են հանում, բան են անում, այսպես հաճոյ անում են, իրենք այդպես են խնդրում։ Չենք լսել այդ բանը։ Հա, թե ինքը գիտեր, ես էլ չգիտեի։ Ասում է հիմա այդ մարդը եկել է քրիստոնեական տաճար, ասում դիմում է, բայց իր մեթոդով է դիմում։ Դա ոչ թե ասեք ծաղրելու կամ բան, շատ հետաքրքիր էր։ Ես բան եղած, այսպես վիրավորված, չէ, բան ոնց եմ եկեղեցու մտել, բանից պարզվում է, որ կան տրադիցիաներ, ազգեր, որ այդպես են իրենց սրբերի հետ վերաբերվում։ Եվ բան դարավ, հումոր դարավ նաև բան, բայց թեթևացած խիղճես, հանգստացա, որ իմ եկեղեցում, որից է մեկը իմ սրբավայրում, որից է մեկը լավ զգացում, որ իրեն կարգազանց չի պայել, որովհետև ես կարող էի այդ պահին չհասկանալ տեսնել եւ ավելորդ քայլ անեի ու հա իսկ կանեի էլի հիմի այսօր մենք նման խնդրի առաջ են կանգնել հասկանում եք իսկապես նման խնդրի առաջ են կանգնել եթե մեր եկեղեցին համաշխարհային նշանակություն ունի տեսեք նաեւ բուդդիստները հինդուիստները գալիս մտնում են աղոթում են խնդրում են դիմում են մեր ասում իրենց ասում թողած շնորհակալ եմ դե համաշխարհային իմիջայլոց իրենց մոտ գիտեն տարածված է որ քրիստոնեությունը առաջինը մենք ենք ընդունել որ դա հնագույն աստծո տաճար է հայկական եկեղեցիները անգամ նրանք գիտեն որ քրիստոնեական տաճարներ կան որ դրանք որոնք ձևափոխվել են մեր հեթանոսական տաճարները այսինքն ոչ թե 1700 տարեկան են այլ մի քանի հազար տարեկան են ինչպես դադիվանքն է հասկանում եք Արցախում եւ այսօր մենք տեսնում ենք ծաղրի առարգա են դարձնում չէ եւ իսկապես պետք է մեր բոլորս ոչ թե մտնենք այդ բանի մեջ այդ անպարկեշտ ասենք ես պետության ղեկավարը ինձ համար զարմանալի է որ մենք այսպես հանդուրժում ենք դեռ հլա հանդուրժում ենք բողոքում ենք քննադատում ենք ու հանդուրժում ենք պետք է սրա դեմ իսկապես պայքար տան պետք է պայքարենք եւ աշխարհին ովքեր շատ լուրջ եւ հարգանքով սերով են լցված հայկական առաքելական եկեղեցու հանդեպ պետք է աշխարհին ուղերձ ուղարկվի հարգելիներս դուք էսե աստվածների աստծո տաճարն է առաջին աստվածների տաճարն է որովհետև կան եկեղեցիներ որոնք իսկապես ձևափոխվել են մեր հին հայ աստծո չգիտեմ միհրի տաճարը կլինի հայկի տաճարը կլինի արամազդի վահագնի հասկանում եք ցավալի բան է չէ ահա մենք հա պետք է մենք մեր ոգուն համարժեք գործողություն անենք շարժենք մեր ոգուն համարժեք այո ոչ թե սպասենք ասենք տեսնենք ինչ պետք է լինի այո աշխարհում ամեն հայ հիմա նայեք այդ հնդիկի հետ կապված երևույթը հանգստացա որ իմացա այդ մարդը իրականում չի ծաղրել ընդհանրակը բան է խնդրել բայց այս դեպքում այս ծաղրի դեպքում ինչ հասկանանք Այն հնդիկ էր հլա ինչ որտեղ կարելի էր հասկանալ Էս էր Արամ ջան իմ ասելիքը սրա մասին էր որ ես ուզում էի ասեմ